Զարուհի Փոստանջյանը երեկ ստիպված եղավ խորհրդարանի խոսնակի ամբիոն բարձրանալ, հենց նիստի ընթացքում Գալուստ Սահակյանից բացատրություն պահանջելու, ինչու է արդեն երկրորդ օրն արգելում իր օգնականին ազգային ժողով մտնել։ Ես հիմա չգիտեմ անվտանգությանը կանչեմ, թե շտապ օգնությանը։ Սկանդալային այս միջադեպից հետո է միայն Գալուստ Սահակյանը թույլ տվել ընդդիմադիր պատգամավորի օգնականին բարձրանալ Փոստանջյանի աշխատասենյակ։ Որովհետև ես այնտեղ կանգնած էի, տեսա, որ ինչ-որ մարդիկ անցնում են հայտով։ Օրինակ իմ ներկայացավ մի սփյուռքահայ եկավ մտավ։ Սեդա Մելիքյանը նաև բանակն իրականում նախաձեռնության անդամ է։ Նախորդ ամիս խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նիստին Զարուհի Փոստանջյանի հրավերով դահլիճ էր բերել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներին, ինչը ակնհայտորեն դուրս չէր եկել հանձնաժողովի հանրապետական նախագահ Հովհաննես Սահակյանին։ Նա Փոստանջյանին մեղադրեց շոու կազմակերպելու մեջ։ Այդ մայրիկները արդեն որ երրորդ տարին ամեն հինգշաբթի նրանք բողոքի ակցիայի են։ Հիմա ինչի հանկարծ ազգային ժողովում նրանց հայտնվելը ընկալվեց այդքան սուր, որ նրանք վախեցան թե եկել են այստեղ շոու անելու, Սևազգեծ մայրերի շոուն ես չեմ պատկերացնում դա որներ, եթե նրանք պահանջում էին ընդամենը ստեղծել հանձնաժողով, որը կքններ պատճառը, թե ինչու են երեխաները զոհվել։ Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ սա ճնշում է անձամբ իր դեմ, քանի որ խորհրդարանի աշխատակազմը դռները փակելով միայն իր օգնականի առջև խտրական ձևով այլ հյուրերի թույլ է տվել մուտք գործել շենք։ Գալուստ Սահակյանի ապօրինի հրամանի ներքո է։ Ժառանգության պատգամավորը տարակուսած էր խորհրդարանի խոսնակի պահանջից օգնականների ու իրեն այցելողների հետ այսուհետև հանդիպել հիմնական մասնաշենքից դուրս ընդունարանում։ Պատգամավորը իրավունք ունի ցանկացած օր, ցանկացած ժամ ընդունելություն կազմակերպել, խոչընդոտել քաղաքացիներին, շփվել իրենց ձայնը ներկայացնողների հետ, իրենց լիազոր ներկայացուցիչների հետ։ Դա ուղղակի աբսուրդ է, նշանակում է, որ Գալուստ Սահակյանը արդեն ուզուրպացրել է ամբողջ օրենսդիր իշխանությունը։ Անցած տարի հենց այս օրերին Զարուհի Փոստանջյանը փորձում էր Գալուստ Սահակյանին դատական պատասխանատվության կանչել։ Ազգային ժողովի ղեկավարը համառորեն հրաժարվում էր շրջանառության մեջ դնել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը խստորեն դատապարտող ընդդիմադիր պատգամավորի հեղինակած հայտարարության նախագիծը։ Պարզ է, որ Գալուստ Սահակյանի համար իմ նախաձեռնությունները ցանկալի չեն, եւ նա փորձում է ապօրինի միջամտություն գործադրել։ Այն, որ արհեստական խոչընդոտներով փորձ է արվում խափանել ընդդիմադիրների աշխատանքը, երեկ խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնեց նաև Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը։ Ինչպես նախկին այդ 400 տեսախցիկները ներկայացին, հիմա Գալուստ Սահակյանը ինձ իրավունք չի տալու, որպեսզի ես մարդ հրավիրեմ հարցազրույց տամ, մինչև ինքը 4 հոգի ստորագրություն է տալու, որպես մի ժուրնալիստ մտնի պարլամենտ դեպուտատի մոտ։ Սա տոտալ վերահսկողության մեխանիզմ է։ Խորհրդարանի աշխատակազմը մինչդեռ պնդում է, որ անցագրեր տրամադրելու եւ քաղաքացիների մուտքի վերաբերյալ կարգում որևէ փոփոխություն չի կատարվել, ընդամենը նիստերի օրերին ուժեղացվում է անվտանգությունը։